ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն բոլոր նրանց, ովքեր հենց նորեն միացել մեզ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա կես ժամվա ընթացքում ձեզ համար կաշխատի Լուսի Քոչարյանը, անպայման նշեմ բոլոր տարբերակները, որոնք կարող եք մեզ հետևել, arm.radio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, կարող եք եւ դիտել եւ լսել մեզ, տեսագրություն, ձայնագրությունները փնտրեք այս նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ, հայատար գրված Հայաստանի Հանրային ռադիո Facebook-յան էջ, որտեղ մեզ կարող եք կրկին live stream-ի տարբերակով դիտել, լսել, ընդ որում մեկնաբանություններում էլ կարող եք հարցեր թողնել։ Թեման շատ կարևորում եմ, մենք այսօր զրուցելու ենք արգանդի վզիկի քաղցկեղի մասին, քանզի հունվար ամիսը առհասարակ հայտարարված է արգանդի վզիկի քաղցկեղի մասին իրազեկման ամիս եւ մենք փորձում ենք գրագետ, գիտահեն, այսպես տեղեկություն ապահովել բոլորի համար, ահա այս խնդիրը հաղթահարելու, ժամանակին ախտորոշելու, լավ հետազոտելու եւ ադեկվատ բուժում ունենալու համար։ Իսկ այս հարցով մենք զրուցելու ենք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներխոռոչային եւ ներհյուսվածքային ճարագայթային թերապիայի բաժանմունքի ճարագայթային օնկոգինեկոլոգ Հասմիկ Ավետիսյանի հետ։ Ողջույն, բժիշկ։ Ողջույն։ Շնորհակալություն եթերին համաձայնություն տալու համար, կարծում եմ շնորհակալ հրավերի համար։ Իսկապես արդիական է եւ այստեղ մենք խնդիր ունենք դիմելիության մակարդակ բարձրացնելու, ինչպես միշտ բոլոր տեսակի քաղցկեղների դեպքում վաղ ախտորոշում ունենալու եւ կանխարգելելու մասին, կարծում եմ մեծ կարիք կա խոսելու, բայց նախ եւ առաջ սկսենք հենց այս քաղցկեղի տեսակի մասին պատմելուց, ինչ տեսակի քաղցկեղ է համարվում արգանդի վզիկի։ Արգանդի պարանոցի քաղցկեղը դա արգանդի պարանոցի բջիջներից առաջացող չարորակ նորագոյացություն է, որը իր տարածվածությամբ ամբողջ աշխարհում հանդիպում է տարեկան մոտ 660,000 նոր դեպքեր, որոնցից մոտ 350,000-ը մահանում են այս հիվանդությունից։ Պետք է նշեմ նաև տարածվածությունը Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում, այստեղ եւս ունենք մեծ խնդիր տարածվածության հետ կապված, հիմնականում Հայաստանի Հանրապետությունում վերջին տվյալներով տարեկան ունենում ենք մոտ 250 դեպք, որոնցից մոտ 70%-ը հայտնաբերում ենք արդեն բարձի թողի ուշացրած փուլերում, այսինքն երբ պացիենտը արդեն բժշկին դիմում է հիվանդության 3-րդ եւ 4-րդ փուլերում։ Եվ սա արդեն բազմաթիվ խնդիրներ է առաջացնում եւ բուժման արդյունավետության առումով եւ կյանքի տևողության առումով եւ այո, շատ կարեւոր է իրազեկել մեր հանրությանը, որպեսզի խուսափելու համար այս չարաբաստիկ հիվանդությունից ժամանակին պետք է դիմել կանխարգելիչ հետազոտությունների եւ ժամանակին դիմել բժշկի։ Մենք ախտորոշման եւ կանխարգելման մասին իհարկե կխոսենք, հիմա մի փոքր այս տեսակի քաղցկեղի բնույթից խորամուխ լինենք, ինչպես է այն դրսևորվում։ Ես կխնդրեի անդրադառնալ առաջին երկու թեթև փուլերին եւ իհարկե ավելի ծանր։ Որպես կանոն առաջին փուլերում արգանդի պարանոցի քաղցկեղը որևէ գանգատով կարող է պացիենտին չանհանգստացնել, այսինքն ինքը գնում է ասիմպտոմ առանց որևէ ախտանիշի։ Որպես կանոն գանգատները ի հայտ են գալիս ավելի ուշ փուլերում, որոնք կարող են դրսևորվել արյունային արտադրությամբ սեռական ուղիներից, միջդաշտանային արյունային արտադրությամբ, ցավերով կոնքի շրջանում, շճաարյունային, շճային Կարշահոտով արտադրությունից կարող է գանգատվել պացիենտը ավելի ուշ փուլերում, երբ որ արդեն քաղցկեղը գնալով զարգանում է, ունենում ենք գանգատներ հարակից օրգանների արդեն հետ, որը տվյալ դեպքում միզապարկը եւ ուղիղ աղին են եւ ավելի ուշ փուլերում որպես կանոն պացիենտը մեզ դիմում է արդեն հարակից օրգանների գանգատներով պայմանավորված եւ բնականաբար այստեղ մեր արդեն խնդիրները ավելի մեծ են լինում եւ
հիվանդին օգնելու հնարավորությունները գնալով սահմանափակվում։ Այո, իսկ սա կարելի է բնութագրել որպես ագրեսիվ, շատ արագ կայծակների Ունենք զարգացող, տարբեր հյուսվածքաբանական տեսակներ, բայց պետք է նշեմ, որ սա այսօր համարվում է կանխարգելելի հիվանդություն եւ ժամանակին հետազոտվելու պարագայում միանշանակ հնարավոր է իրեն կանխել, որովհետեւ եթե խոսենք առաջացման պատճառների մասին, երևի թե բոլորս էլ բազմաթիվ անգամ լսում ենք, որ առաջացման հիմնական եւ ապացուցված պատճառը դա մարդու պապիլոմավիրուսն է, որը որպես կանոն օրգանիզմ ներթափանցում է սեռական ճանապարհով, շատ հազվադեպ կարող է ներթափանցել կենցաղ կոնտակտային ճանապարհով եւ այո, հնարավոր է, ուղղակի ավելի քիչ հիմնականում փոխանցվում է սեռական ճանապարհով։ Եվ այս դեպքում մինչև վիրուսը անցնում է մարդու օրգանիզմ եւ այնտեղ ինքը պետք է բավականին երկար տարիներ մնա, որպեսզի առաջացնի այս հիվանդությունը։ Բնականաբար սկզբում միանգամից չեն ունենում արգանդի պարանոցի քաղցկեղ, այսինքն փուլային զարգանում է սկզբում նախաքաղցկեղային հիվանդությունները, որոնք կոչվում են դիսպլազիաներ, արգանդի վզիկի դիսպլազիաներ, որը ունի իր 3 փուլերը, այսինքն տարիների ընթացքում վիրուսը մնալով օրգանիզմում սկզբում բերում է նախաքաղցկեղային հիվանդությունների առաջացմանը, նոր այնուհետև քաղցկեղի, այսինքն այսքան ժամանակահատվածում մենք կարող ենք ժամանակ ունենք, այո, դիմելու գոնե եթե չկարողանանք հիվանդությունը նախաքաղցկեղային փուլում ախտորոշել, որը պետք է նշեմ, որ լրիվ վերադարձելի process է, այսինքն հնարավոր է ամբողջությամբ պացիենտին բուժել եւ կանխարգելել արգանդի պարանոցի քաղցկեղը, ապա գոնե քաղցկեղի պարագայում հայտնաբերենք ավելի վաղ փուլերում։ Նախաքաղցկեղային հիվանդությունների դեպքում էլ այստեղ մենք գանգատ, նշան, նախանշան կարող է որևէ գանգատ չունենանք, ոչ։ Եվ դուք ասացիք, որ սրանք հիվանդություններ են, այսինքն նաև տեսակներ, մենք այստեղ շտամներ բաներ ունենք։ Նախաքաղցկեղային հիվանդությունները դրանք արգանդի պարանոցի էպիթելի կառուցվածքային փոփոխություններն են, որոնք նշեցի արդեն ունեն 3 աստիճան, առաջին, երկրորդ եւ երրորդ, որոնք էլի որևէ գանգատով կարող են չարտահայտվել եւ սովորաբար հայտնաբերվել կանխարգելիչ հետազոտությունների ժամանակ, երբ որ պացիենտը դիմում է կանխարգելիչ, այո, սովորաբար շատ խոսվում է վակցինացիայից, սկրինինգից, այո։ Դրան էլ կհասնենք, դեռ տարիքային միջակայքերն էլ հասկանանք։ Հանդիպման հիմնականում տարածվածությունը արգանդի պարանոցի քաղցկեղի միջին տարիքի կանանց մոտ է 35-ից 55 տարեկանում, սակայն պետք է նշեմ, որ վերջին տարիներին ունենք նաև երիտասարդացման միտում հիվանդության եւ շատ հաճախ առերեսվում ենք նման խնդրի հետ, երբ որ ավելի երիտասարդ տարիքում հանդիպում է այս հիվանդությունը։ Մենք ունենք հարց լսարանից, իհարկե խնդրում են անդրադառնալ պապիլոմավիրուսի, մարդու պապիլոմավիրուսի կանխարգելմանը հիմնական կարևոր ճանապարհներն։ Այո, հիմնականում կանխարգելումը առաջնային պրոֆիլակտիկան դա վակցինացիան է, այսինքն պետք է անցնել այդ պատվաստումները, որպեսզի կանխարգելել վիրուսի ներթափանցումը օրգանիզմ։ Վակցինացիան երևի շատ հաճախ լսում ենք, որ հիմնականում կատարվում է դեռահասների շրջանում 9-ից 15 տարեկան, 9-ից 15 արդեն։ Նու մեր երկրում ընդգրկված են, եթե չեմ սխալվում, 15-ից 45 տարեկան անձանց շրջանում է կատարվում, բայց աշխարհում այո 9-ից 15 տարեկանների շրջանում, սակայն պետք է նշեմ, որ մինչև սեռական կյանքի սկիզբը որպես կանոն, բայց պատվաստանյութը շատ տրվում է մեզ այդ հարցերը, իմաստ ունի կատարելու նաև այն մարդկանց մոտ, որոնք ապրում են արդեն իսկ սեռական կյանքով, այսինքն մարդը պապիլոմավիրուսով վարակվելուց բնականաբար 1 կամ մի քանի շտամով է վարակվում, ոչ բոլոր օնկոգեն շտամներով եւ հետեւաբար նույնիսկ սեռական կյանքով ապրող մարդկանց մոտ, եթե մենք իրականացնենք այդ պատվաստումը, այս դեպքում կկանխենք գոնե վիրուսի մյուս տեսակների մուտքը օրգանիզմ, այսինքն վակցինացիայի դերը այս դեպքում պետք է նշեմ, որ բավականին
կարևոր է եւ առաջին կանխարգելիչ միջոցառումն է հետագայում չունենալու արգանդի պարանոցի քաղցկեղ։ Եթե աննշան կարող է ընթանալ լատենտ վիճակում, ապա արժե արդյոք իհարկե սեռական կյանքով ապրող կանանց մասին է խոսքը, արժե արդյոք մինչև վակցինացիան հանձնել այդ հետազոտությունները եւ հասկանալ ի վերջո կա, չկա։ Այո, բայց նույնիսկ արկայության դեպքում էլի խորհրդվում է պատվաստվելը, այո, էլի անօգուտ չի համարվում, այնուամենայնիվ պատվաստումը խորհուրդ է տրվում։ Անցնենք գործիքակազմին, որով մասնագետները հետազոտում են, ուսումնասիրում են, որպեսզի պարզեն։ Ինչ կա, որ շտամը կա։ Շտամը, պապիլոմավիրուսի որոշումը կատարում է էլի քսուկի միջոցով պոլիմերազային շղթայական ռեակցիայի միջոցով ախտորոշվում է վիրուսի որևէ շտամի արկայությունը, սովորաբար հետազոտության ժամանակ որոշվում են առավել բարձր օնկոգենություն ունեցող շտամները, բնականաբար պապիլոմավիրուսը ունի մոտ 200 շճատիպեր եւ հիմնականում որոշվում են այն շճատիպերը, որոնք առավել կարող են բնորոշ լինել արգանդի պարանոցի քաղցկեղին։ Շատ են դրանք։ Դրանք հիմնականում 16-րդ եւ 18-րդ շտամերն են եւ ավելի քիչ հավանականությամբ նաեւ 31-ը, 33-ը, 35-ը եւ շարունակաբար կարող եմ թվել եւս մի քանի շտամներ, բայց այնուամենայնիվ մոտ 70% դեպքերում պատճառը լինում են 16-րդ եւ 18-րդ շտամները։ Եվ սովորաբար դրանց հայտնաբերումից հետո, եթե պացիենտի մոտ արդեն հայտնաբերվում է պապիլոմավիրուսը, այս դեպքում մենք արդեն ունենք խնդիր պացիենտին ավելի շատ պահել մեր ուշադրության կենտրոնում, այսպես ասած, եւ իրականացնել արդեն մյուս հետազոտությունները, որը կարող է լինել արգանդի պարանոցի բջջաբանական քննությունը կամ այսքան որ խոսվում է պապ տեստը, կոլպոսկոպիան, որը մի մեթոդ է, որը հնարավորություն է տալիս ավելի միկրոսկոպիկ ուսումնասիրել արգանդի պարանոցը, քան դա հնարավոր է անել անզեն աչքով, երբ բժիշկը վիզուալացման մասին է, ոչ թե հիստոլոգիայի այստեղ։ Այո, սկզբում վիզուալիզացման մասին է եւ կոլպոսկոպիայի ընթացքում արդեն բժիշկը ավելի խոշորացույցի տակ տեսնում է իրեն աչքի համար անհանգիստ թվացող օջախները եւ արդեն բջջաբանական հետազոտությունը կամ հյուսվածքաբանական հետազոտությունը իրականացնում է ավելի թիրախային, այսինքն այն հատվածից, որը իր աչքի համար թվում է կասկածելի։ Եվ այս դեպքում իհարկե հետազոտությունը լինում է եւ բժշկի վերցված անալիզը լինում է ավելի ինֆորմատիվ։ Ինչ կասեք գործիքային հետազոտություններից, հատկապես ես հիմա մտաբերեցի փոքր կոնքի օրգանների MRT-ն, այստեղ մենք կապ ունենք այս քաղցկեղի հետ։ Քաղցկեղի ախտորոշման մեջ իհարկե անգնահատելի է դերը գործիքային հետազոտությունների։ Սկզբում իհարկե իրականացվում է գինեկոլոգիական զննումը, երբ որ բժիշկը հատուկ հայելիներով զննում է արգանդի պարանոցը եւ արդեն որևէ խնդրի արկայության պարագայում ավելի մանրակրկիտ է պետք հետազոտել հիվանդին, ամենապարզ հետազոտություններից մինչև ամենադժվարամատչելի հետազոտություններ, սոնոգրաֆիայից, ուլտրաձայնային հետազոտությունից սկսված եւ այո, համակարգչային շերտագրում եւ MRT, որը որ փոքր կոնքի օրգանների ախտորոշման մեջ համարվում է ոսկե ստանդարտ, այո, MRT-ն։ Ինչ ինֆորմացիա է սա տալիս, որը օրինակ նույն նմուշառումը կամ սոնոգրաֆիան չեն ցույց տա։ Նմուշառումով մենք ստանում ենք ուռուցքի բջջաբանական կամ հյուսվածքաբանական տեսակը, իսկ MRT-ով համակարգչային շերտագրմամբ եւ անհրաժեշտության դեպքում նաեւ պետ հետազոտությունն է արվում ըստ ցուցումների, այս դեպքում մենք ունենում ենք արդեն պատկեր հիվանդության տարածվածության մասին, այսինքն որպեսզի մենք կարողանանք փուլավորել ճիշտ հիվանդությունը, որպեսզի կարողանանք նաև ճիշտ բուժման տակտիկա ընտրենք տվյալ փուլի համար։ Շատ կարևոր է։ Տարածվածություն, ինվազիայի աստիճան, հարակից օրգանների ինվազիան հիմնականում MRT հետազոտությամբ է ախտորոշվում։ Արգանդի պարանոցի քաղցկեղը հակված է մետաստազների, թե ոչ։ Այո, հակվածություն ունենք մետաստազների, սովորաբար
առնչվում ենք շատ դեպքերի հետ, երբ ունենում ենք տեղային տարածում, այսինքն երբ որ հեռավոր մետաստազներ չունենք եւ ունենում ենք տարածում միայն կոնքի օրգանների շրջանում եւ այո, ունենք նաեւ տարածում այլ օրգաններ երբեմն Մի տարօրինակ հարց ունենք լսարանից, այսինքն չգիտեմ տարօրինակությունը ինչպես կգնահատեք, արդյոք կանայք, ովքեր ծննդաբերել են, հղիություն են տարել, ավելի նվազում է հակումը դեպի այս արգանդիվանցի քաղցկեղի, ճիշտ հակառակը երևի թե պետք է փաստեմ, որովհետև արգանդիվանցի քաղցկեղի ռիսկի գործոնների մեջ մտնում են վաղ սեռական կյանքը, սեռական զուգընկերների հաճախակի փոփոխությունները, վաղ տարիքում ծննդաբերությունները, հաճախակի ծննդաբերությունները եւ արհեստական ընդհատումները հղիության, դրանք եւս համարվում են նախատրամադրող գործոններ, այսինքն հակառակը բնականաբար հետաքրքիր է այս մոլորությունը որտեղից էր, ես կարծում եմ կրծքով կերակրել եւ կրծքի քաղցկեղ երևի էստեղ որ միգուցե չեմ կարող ասել, բայց կոնկրետ արգանդիպանոցի պարագայում ունենք այսպիսի պատկեր։ Նաեւ հարց ունենք դաշտանադադարի եւ արգանդի պարանոցի քաղցկեղի միջև կապ կա, թե ոչ։ Ռիսկերը բարձրանում են այս շրջանում։ Սովորաբար այո, կա նմանատիպ կարծիք, որ բայց այնուամենայնիվ ես կասեմ, որ պրակտիկայում ես ամեն օր շփվում եմ արգանդիպանոցի քաղցկեղով մարդկանց հետ, մեր բաժանմունքը ճառագայթային թերապիայի բաժանմունքն է եւ մենք արդեն ամեն օր առերեսվում ենք այս խնդրի հետ եւ պետք է ասեմ, որ այդքան էլ ես կապ չեմ տեսնում եւ հնարավոր է նաեւ կլիմաքսի շրջանում շատ կանանց մոտ առաջանում է արգանդիպանոցի քաղցկեղը եւ ես կցանկանայի նաեւ նշել, որ շատ դեպքերում կինը, որը կլիմակտերիկ շրջանում տեսնում է արյունային արտադրություն սեռական ուղիներից, չեմ կարող բացատրել ինչու, բայց շատ դեպքերում համարում են, որ դա կարող է պատահել, լինում ամեկ-մեկ, դա նորմալ է, կարա լինի կնոջ մոտ, ուզում եմ խնդրեմ մեր կանանց եւ մեր հասարակությանը, որ կլիմակտերիկ շրջանում արյան նույնիսկ չնչին քանակության արկայության դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկին, որտեղ դա խոսելու է լուրջ հիվանդության մասին շատ դեպքերում եւ պետք չի դրան թեթև նայել ուղղակի։ Հանգիստ, որտեղ դադարի ընթացքում երևի մի փոքր դեռ ֆունկցիոնալություն կա։ Եվ այլն։ Եկեք բուժմանն էլ անցնենք, հասկանանք, թե այստեղ ինչ գործիքներ ունի ուռուցքաբանությունը։ Բուժումը դե արդեն ինչպես նշեցինք կախված է թե որ փուլում է հայտնաբերվում հիվանդությունը, որպես կանոն առաջին փուլերում եթե հայտնաբերվում է, բուժումը վիրահատական է առաջին փուլերում։ Իսկ եթե մենք հայտնաբերում ենք արդեն հիվանդությունը ավելի ուշ փուլերում, այս դեպքում արդեն վիրահատություն անելը հնարավոր չի լինում եւ այս դեպքում պացիենտը պետք է ստանա ճառագայթային բուժում որպես կանոն եւ ճառագայթային բուժումը հիմնականում շատ դեպքերում կարող է զուգակցվել նաեւ քիմիոթերապիայի հետ եւ նույնիսկ առաջին փուլերում եթե պացիենտը վիրահատվում է հետվիրահատական փուլում եւս հաճախ առաջանում է կարիք հիվանդության կրկնողությունները մետաստազավորումը կանխարգելելու նպատակով եւս տալ հետվիրահատական ճառագայթային բուժում հետագայում հիվանդության կրկնողության ռիսկերը նվազեցնելու նպատակով։ Հետաքրքիր է, իսկ այդ դեպքի դոզավորումը տարբերվում է երրորդ, չորրորդ ավելի ծանր դեպքերի որոշակի իհարկե տարբերություններ կան, որոշակի այո տարբերություններ ունենում ենք, բայց այնուամենայնիվ միշտ չի որ արգանդիպանոցի քաղցկեղի բուժումը կարող է ավարտվել միայն վիրահատությամբ նույնիսկ առաջին փուլերում։ Արդյոք առաջին երկու փուլերում հայտնաբերելու adekvat վիրահատություն եւ տարբեր բուժումներ ստանալու դեպքում ռիսկը նվազում է կամ զրոյանում է կրկնվելու, սա է հասկանալ։ Զրոյանալ չեմ կարող ասել, բայց այնուամենայնիվ նախ երևի թե շատ բոլորս լսում ենք 5 տարվա ապրելիություն տերմինը։ Լավ, ինչ է դա։ 5 տարվա ապրելիությունը դա այն պացիենտների տոկոսն է, որոնք ախտորոշման հաստատումից կամ բուժման սկզբից արդեն հաշվվում են որպես տոկոսը, որոնք ապրում են բուժումից հետո, այսինքն մոտ առաջին ստադիաներում 5 տարվա ապրելիությունը
90 մինչև 98% նույնիսկ կարող է Սա հասնել։ լուրջ թիվ է դրական։ Բավականին լուրջ թիվ է եւ ինչի չեմ կարող ասել վերջին փուլերի մասին, երբ արդեն հիվանդության 4-րդ փուլում ունենում ենք այս ցուցանիշի կտրուկ անկում մինչև 15, նո ամենաշատը 17%։ Եվ հետեւաբար ինչքան վաղ ենք հայտնաբերում հիվանդությունը, այնքան ավելի մեծ շանսեր ունենք բուժելու 5 տարի հետո ուղղակի 5 տարի հետո դա չի նշանակում որ մենք պացիենտին արդեն կորցնում ենք կամ ինչ որ մի բան, այլ դա նշանակում է որ արդեն քաղցկեղի ռեցիդիվելու, կրկնվելու, մետաստազավորվելու ռիսկը արդեն ավելի իջնում է բնականաբար, բայց 0-ի կարծում չի հավասարում։ Մինչև այդ 5 տարվա շեմը որքան ժամանակ մեկ պետք է դինամիկս կողություն։ Առաջին տարում որպես կանոն մենք մեր բուժումից հետո մի փոքր ավելի հաճախ ենք կանչում պացիենտներին, որովհետև համարում ենք, որ հիվանդության կրկնվելու հաճախականությունը եւ նաեւ որոշակի հետ ճառագայթային ռեակցիաները վաղ ախտորոշելու եւ ժամանակին լուծումները գտնելու նպատակով ավելի հաճախ ենք կանչում եւ ամեն տարի այդ ինտերվալները ավելի մեծացնում ենք պացիենտի եւ այստեղ եւս կցանկանայի հորդորել մեր կանանց, որ բացի ժամանակին դիմելուց մեր կողմից արված բուժումներից եւ լավ արդյունքներից հետո իրենք միշտ հիշեն, որ այս հիվանդությունը պահանջում է դինամիկ հսկողություն եւ անպայման նորից հետեւողական լինեն, որ գոնե այդքան մեծ դժվարությունները հաղթահարելուց հետո իրենք անպայման ներկայանան իրենց ստուգումներին։ Կարծում եմ առավել եւս պետք է դինամիկ հսկողությունը սկրինինգները էլի շարունակել, որովհետև եթե օրգանիզմը ցույց է տվել, որ ինքը որոշակի նախատրամադրվածություն ունի, ապա արխային լինել ճակերտավոր պետք չէ։ Այո։ Կանխարգելմանն էլ հստակ անդրադառնանք։ Գարդասիլը վակցինացիան պարզ է, իսկ հետազոտություններից ինչ անցնել, որ տարիքից, քանի տարին մեկ։ Կարծում եմ արդեն երբ մարդը սկսում է, երբ կինը սկսում է ապրել սեռական կյանքով, արդեն ինձ թվում է պետք է պարբերաբար այցելել վակցինացիայից արդեն խոսեցինք, որ այո, Gardasil-ն է Հայաստանի Հանրապետությունում գրանցված քառավալենտ պատվաստանյութը, որը ուղղված է իմ նշած առավել հաճախ հանդիպող շտամների դեմ 16-րդ, 18-րդ, ինչպես նաև 6-րդ եւ 11-րդ շտամների դեմ եւ Եվ պետք է նաև հաջորդ этаպում հանձնել պապիլոմա վիրուսի անալիզը։ Եթե այն կանանց շրջանում, որտեղ պապիլոմա վիրուսը դրական է, այս դեպքում հսկողությունը իրականացվում է ավելի խիստ։ Այսինքն բժիշկը կարող է կանչել 6 ամիս հետո, կարող է կանչել 1 տարի հետո։ Իսկ եթե պապիլոմա վիրուսը բացասական է լինում, այս դեպքում արդեն կարելի է դիմել բժշկի 2-3 տարին մեկ անգամ։ Ճիշտ է արդյոք այս հարցը արդեն որպես օնկոգինեկոլոգ կամ գինեկոլոգ եմ ուղում, որ այդ պապ տեստի կամ պապիլոմա վիրուսի չէ, պապ տեստի նմուշարումը հատուկ ինչ որ բարդ ձևով է, որը հաճախ սխալ են վերցնում եւ այս կերպ բաց են թողնում։ Ունի, այո, ճիշտ վերցնելու խնդիր, բայց վստահեցնում եմ, որ կատարվում է ճիշտ եւ մենք համադրում ենք մեր աչքի տեսածի, ձեռքի շոշափածի եւ մնացած տվյալները եւ կարծում եմ ճիշտ վերցվում է, թող վստահաբար չվախենան նման խնդիրներից կարծում եմ։ Ինչ կասեք, այլ վախենալուց էի ուզում հենց խոսեինք, կանայք արդյոք այս թեմայից վախենում են, տագնապում են եւ հետեւաբար դիմելիության խնդիր ունենք, դուք գոհ եք թե ոչ։ Վերջին տարիներին կարող եմ նշել, որ մի փոքր տարբերություն զգում ենք դիմելիության առումով եւ նաեւ մեր կենտրոնում, այո, եւ դիմելիության առումով եւ փուլերի որոշակի փոփոխության առումով, բայց եթե ավելի ընդհանրական նայենք, ապա ոչ դիմելիությունը այդքան էլ գոհացնող չէ ըստ դեպքում, այսինքն չեմ կարող ասել դա իրազեկվածության պակասն է, թե
վախերի արկայությունն է, որ ժողովրդի մեջ ընդունված է, չէ, գնամ հանկարծ վատ բան ասեն, բա հետո եւ այլն, այս խնդիրն է։ Միգուցե ինչ որ մարդկանց մոտ այլ գործոններով պայմանավորված լինի, պատճառաբանությունները տարբեր են լինում։ Սովորաբար ֆինանսներին էլ են շատ անդրադառնում։ Ֆինանսներին էլ են, այո, շատ անդրադառնում։ Այո, կարծում եմ, որ պոլիկլինիկաները իրականացնում են այդ պապ տեստի վերցնումը, պապիլոմավիրուսի որոշումը, այնուամենայնիվ ես որպես ճառագայթային մասնագետ նշեմ, որ կոնկրետ մեր կենտրոնում, ուռուցքաբանության ազգային կենտրոնում բուժման առումով պետպատվերի շրջանակում իրականացվում են բուժումը, միշտ իրականացվել է բուժումը պետպատվերի շրջանակում եւ պետք չէ միայն շեշտադրումը դնել ֆինանսական խնդիրների վրա եւ չդիմել բժշկի, միշտ հնարավորություններ տալիս է պետությունը պացիենտին օգնելու միանշանակ։ Բայց ախտորոշման ունենալու պահից է, չէ՞, այստեղ անվճարի պահը ճառագայթային բուժման մեջ, բայց մինչ դա որոշակի հետազոտություններ կարող է լինել, որ լինի բուժառուի վրա եւ շատ դեպքերում ախտորոշման հաստատումից հետո էլի կազմակերպում ենք դժվարամատչելի հետազոտությունները պետպատվերի շրջանակում։ Համակարգչային շերտագրումը, փոքր կոնքի MRT-ն։ Ինչ կուզեք հորդորել մեծ լսող կանանց։ Կցանկանայի, այո, հորդորել մեր կանանց, որ ես շատ հաճախ իմ պացիենտներին ասում եմ, որ պետք չէ սպասել գանգատների ի հայտ գալուն, պետք է ավելի նախապես դիմել բժշկի, որովհետև երբ գանգատները արդեն ի հայտ են գալիս, մենք ինչ որ փուլ այդ հիվանդության մեջ բաց թողած ենք լինում։ Կհորդորեմ, կխնդրեմ ժամանակին դիմել բժշկի, որպեսզի հետագայում մենք ունենանք ավելի լավ բուժական արդյունքներ, որովհետև կինը, մայրը դա ընտանիքի հենասյունն է եւ կարծում եմ, որ շատ կարեւոր է կանանց առողջությունը։ Այո, հանրության միգուցե ավելի լայն ասենք եւ այո, եւ նշեմ նաեւ, որ առողջությունը, այո, դա գանձ է, որը պետք է փայփայել, սիրել եւ խնամել։ Տարիների ընթացքում դուք զգում եք կանանց ինքնախնամքի, ինքնուշադրության այդ դրագիտակցման։ Կարծում եմ, մեր երիտասարդությունը մի փոքր ավելի իր հանդեպ դեպի ավելի ուշադիր ճանապարհով են գնում, կարծում եմ ավելի ներկայումս ավելի շատ են իրենց սիրում եւ ավելի շատ են դիմում, կարծում եմ։ Երևի շատ էլ խոսվում է, նաեւ համացանցը։ Այո, բավականին շատ ունենք այսօր ինֆորմացիա ասես։ Այո, բավականին շատ։ Դուք գոհ եք համագործակցությունը համացանցի, արհեստական բանականության, ChatGPT-ի, մարդիկ շատ հաճախ ներմուծում են իրենց գանգատները եւ ստանում պատրաստի ախտորոշում։ Այո, եւ երբ արդեն նստած են լինում իմ աշխատասենյակում, երբ որ ինչ որ բան բացատրում ես, այո, ասում են ChatGPT-ին ինձ այնպես ասեց, չէ, արդեն հարցրած որպես կանոն շատ դեպքերում մոտենում են։ Իրականում կարծում եմ ChatGPT կամ որևէ կայքից կարծիք կարդալու համար էլ երևի ինչ որ չափով մարդ պիտի տեղեկացված լինի, որպեսզի ճիշտ ընկալի այդ ինֆորմացիան, այո, որովհետև շատ դեպքերում դա եւս կարծում եմ կբերի խնդիրների, եթե մարդը տեղեկացվածություն չունի հիվանդությունից ու պետք է միայն ChatGPT-ով կամ Google-ով առաջնորդվի որևէ հիվանդություն բուժելու կամ, չգիտեմ, կամ որոշի գնա այդ բժշկի մոտ, թե չէ։ Անել վիրահատություն, կամ անել, այո, վիրահատություն, թե չէ, ստանալ ճառագայթային բուժում, թե չէ, տվյալ դեպքում։ Այսինքն դեռ այս բոլոր պորտալները, հավելվածները չեն կարող փոխարինել համարտկային գործոնի բժշկագիտության մեջ։ Դեռ հեռու ենք դրանից։ Հաճախ ասում են, ինչքան ենք հեռու չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ շատ օգնում են իհարկե, բայց կարծում եմ, որ մարդկային գործոնի ամբողջությամբ դուրս գալու համար դեռ շուտ է։ Լավ, շնորհակալություն։ Ես հիշեցնեմ, որ հունվար ամիսը Արգանդի պարանոցի քաղցկեղի մասին իրազեկման ամիսն է։ Հուսով եմ, որ
կհետևեք մեր ուղղորդումներին ժամանակին դիմելու, կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու, սկրինինգային ծրագրերին մասնակցելու եւ որքան հնարավոր է վաղ, այսպես հայտնաբերել ցանկացած խնդիր, որովհետեւ դա խնայելու է ձեր ժամանակը, ֆինանսական ռեսուրսները, հույզերը, ամբողջ օրգանիզմի առողջությունն ու վիճակը։ Մենք զրուցեցինք Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի ներխոռոչային եւ ներհյուսվածքային ճարագայթային թերապիայի բաժանմունքի ճարագայթային օնկոգինեկոլոգ Հասմիկ Ավետիսյանի հետ։ Շնորհակալ ենք ձեզ այս կարևոր հարցազրույցի համար։ Ձեզ համար աշխատեց Լուսի Քոչարյանը եւ ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։